Իսրայելի վարչապետը հրապարակավ շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին Իրանի միջուկային օբյեկտները խոցելու կապակցությամբ ու նշել է, որ սա կարող է փոխել պատմության ընթացքը։ Այս հայտարարությունը դարձավ Իսրայելի կառավարության առաջին պաշտոնական արձագանքը ամերիկյան գործողություններին։ Նեթանյահուն ընդգծել է, որ Թրամփի քայլը ոչ միայն հարված է Իրանի վտանգավոր ծրագրերին, այլ նաև ամրապնդում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի դաշինքը։ Իսրայելին բացահայտ աջակցությունը կարող է ել ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում, հատկապես երբ Թեհրանը խոստացել է կոշտ պատասխան։ Միջազգային վերլուծաբանները զգուշացնում են, որ այս զարգացումները կարող են խաթարել ոչ միայն տարածաշրջանային անվտանգությունը, այլ նաև դիվանագիտությունը։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին, Թրամփը հայտարարել է, սա դեռ միայն սկիզբն է։ Թեհրանը սպառնում է պատասխան հարվածով, հայտարարելով, որ ԱՄՆ-ն խախտել է միջազգային իրավունքը։ Թրամփն ու Էրդողանը գաղտնի բանակցություններ են փորձել կազմակերպել Իրանի հետ, բայց չի հաջողվել։ Ֆերմերները կարող են պահել անօրինական աշխատողներին, բայց պետք է ստանձնեն պատասխանատվություն։ Միչիգանում աղոթքի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, հավատացյալները կանխել են ողբերգությունը։ Տեսլան գործարկել է իր ռոբոտաքսին, բայց այն հասանելի է միայն ընտրյալ ուղևորների համար։ Ինչքան գումար է Ամերիկան ծախսում բանտերում մեկ կալանավորի համար, հատուկ վիճակագրական տվյալներ։ Եվ այսօր խոսելու ենք նոր տնտեսական ցուցանիշների մասին։ Բանվոր դասակարգի աշխատավարձերն աճել են վերջին 60 տարվա ռեկորդային տեմպով, բայց արդյոք բոլորն են զգում այս վերականգնումը։ Այս եւ այլ հարցերի մասին կիմանաք թողարկման ընթացքում, այնպես որ դիտեք մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Իրան-Իսրայել հակամարտությունը տեղափոխվում է նոր դաշտ, այս անգամ ուղղակիորեն ներգրավելով ԱՄՆ-ին։ Դոնալդ Թրամփը պաշտոնական իր ուղերձով հաստատել է Իրանի միջուկային օբյեկտները խոցելու մասին։ Թրամփը հայտարարել է, որ հարվածները եղել են զանգվածային եւ ճշգրիտ եւ հասցվել են ի պատասխան Իրանի վտանգավոր վարքագծին։ Նրա խոսքով ԱՄՆ-ն լիովին ոչնչացրել է Թեհրանի ուրանի հարստացման կարևորագույն կենտրոնները։ Իր ուղերձում Թրամփը Իրանը անվանել է Մերձավոր Արևելքի խուլիգան, ընդգծելով, որ հիմա Թեհրանը կանգնած է ընտրության առջև կամ ընդունել խաղաղ պայմաններ, կամ պատրաստ լինել նոր հարվածների։ Նա հավելել է, որ ամերիկյան ուժերը ընդամենը մի քանի րոպեում կարող են կրկին խոցել Իրանի ցանկացած ռազմավարական նպատակ։ Այս ուղերձը բարձրացրեց լարվածությունը ոչ միայն Իրանի ներսում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում։ Հարվածների պաշտոնական հաստատումը եւ սպառնալիքներով ուղեկցվող խաղաղության կոչերը միջազգային հանրության մոտ ավելի մեծ մտահոգություն են առաջացրել, խոստանալով բարդ եւ անկանխատեսելի զարգացումներ Մերձավոր Արևելքում։ Շարունակելով թեման, Թեհրանը իր հերթին հերքում է Վաշինգտոնի այն պնդումը, թե հարվածների հետևանքով միջուկային օբյեկտները ամբողջությամբ ոչնչացվել են։ Ընդհակառակը ասում է, որ վնասներ քիչ են գրանցվել եւ արտահոսքի վտանգ չի եղել։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ վտանգավոր նյութերը նախապես տեղափոխվել էին, գրանցվել են միայն մակերեսային վնասներ։ Տեղական պաշտոնյաները ու իշխանությունները նշում են, որ հարվածները հիմնականում չեզոքացվել են, իսկ շրջանի ճանապարհները գործում են սովորական ռեժիմով։ Պետական հեռուստատեսությունը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է ծուխ, սակայն ոչ հենց օբյեկտում։ Տեղացիների վկայությամբ հիմնականում լսվել են հակաօդային համակարգերի արձագանքները եւ անօդաչուների ձայները։ Թրամփն ու Էրդողանը փորձել են կազմակերպել գաղտնի բանակցություններ Ստամբուլում, բայց փաստորեն չեն կարողացել կապ հաստատել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Իրանը սկզբում պատրաստակամություն է հայտնել հանդիպման, սակայն վերջին պահին պայմանավորվածությունը չեղարկել են, քանի որ Խամենեյը ըստ ԱՄՆ հետախուզության թաքնված է ստորգետնյա բունկերում եւ սահմանափակել է բոլոր կապերը։ Բանակցություններին պետք է մասնակցեր Թրամփի հատուկ բանագնացը, առաջարկը փոխանցվել էր Իրանի նախագահի եւ արտգործնախարարների միջոցով, բայց Խամենեիի համաձայնությունը չի եղել։ Թրամփի երկրորդ նախագահության ժամկետը կարծես թե աչքի է ընկնում տնտեսական իր ակտիվությամբ։ ԱՄՆ-ում բանվոր դասակարգի աշխատավարձը 2025 թվականին աճել է գրեթե 2%-ով։
Սա վերջին 60 տարվա ամենաբարձր ցուցանիշն է եւ կապվում է Թրամփի երկրորդ ժամկետի տնտեսական քաղաքականության հետ։ Ըստ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների աճը կազմել է 1.7%, իսկ Ջո Բայդենի օրոք նույն ժամանակահատվածում գրանցվել էր նվազում։ Նախկին նախագահների պաշտոնավարման ժամանակ նմանատիպ հաջողություններ գրանցվել են։ Ռիչարդ Նիքսոնի օրոք 0.8% է գրանցվել աճը, իսկ մնացած նախագահների օրոք նվազում եղել է, օրինակ Ջորջ Բուշ ավագի պաշտոնավարման ժամանակ իջել է 3%-ով։ Թրամփի թիմը ընդգծում է, որ տնտեսության այս կայուն վերականգնումը ուղիղ հետևանք է նրա տնտեսական քաղաքականությանը, որը ներառում է ներմուծման փոխարինում, ամերիկյան արտադրության խթանում եւ անօրինական ներգաղթի սահմանափակում։ Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ աշխատավարձերի բարձրացմանը նպաստել է նաև գների դանդաղ աճը։ Նշել է, որ աշխատավարձերը բարձրացել են 2%-ով, վերջին կեսդարում նման արդյունք երբեք չի գրանցվել։ Նախարարը նշել է, որ արդյունաբերության վրա կենտրոնացած քաղաքականությունն ու անօրինական ներգաղթյալների հեռացումն են նպաստել արդյունքին, նաև ընդգծել, որ սպասվում են նոր նախաձեռնություններ, այդ թվում մի մեծ գեղեցիկ օրենքը, որը կարող է նվազեցնել հարկային բեռը միլիոնավոր աշխատողների համար։ Ըստ նոր օրենքի առաջարկվում է չգանձել եկամտահարկ արտաժամյա աշխատանքի եւ հուշադրամների վրա։ Սա զգալիորեն կթեթևացնի սպասարկման ոլորտում, ռեստորաններում եւ այլ վայրերում աշխատող մարդկանց բեռը, քանի որ նրանց հիմնական գումարը գոյանում է հենց այս ամենից։ Թրամփի քաղաքականությունը միտված է վերակենդանացնել ԱՄՆ-ի արդյունաբերությունը խթանելով նոր գործարանների կառուցումը եւ ստեղծելով 6 միլիոն աշխատատեղ։ Սա նպատակ ունի կանգնեցնել արտադրության արտահոսքը եւ վերականգնել արդյունաբերական ուժը երկրի ներսում։ Թեպետ աշխատավարձերը աճում են, բայց այն հավասարաչափ չի տարածվել։ Նյու Յորքում եւ Կալիֆոռնիայում, որտեղ ներգաղթյալները շատ են, այստեղ աճը սահմանափակ է։ Այսինքն այս ամենը ցույց է տալիս, որ Թրամփի տնտեսական քաղաքականությունը տարբեր կերպ է ազդում երկրի ներսում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ նորություններ կան միգրացիոն դաշտում։ Թրամփի վարչակազմը կտրուկ փոխում է Obamacare համակարգը, սահմանափակելով մուտքը ապահովագրություն ստանալու համար։ Գլխավոր հարվածը հասցվել է առանց փաստաթղթերի այն միգրանտներին, ովքեր մանկուց են ԱՄՆ-ում բնակվում, եւ այն անձանց, ովքեր ստանում են սեռի ինքնության հետ կապված բուժում։ Ապահովագրության տարեկան գրանցման ժամկետը նույնպես կրճատվել է, սահմանվելով միայն նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը։ Նահանգները, որոնք ունեն սեփական ապահովագրական հարթակ, կարող են ունենալ առավելագույնը 9 շաբաթ գրանցման շրջան։ Բացի այդ, վարչակազմը ուժեղացնում է եկամուտների ստորագրման պահանջները եւ վերացնում է ցածր եկամուտ ունեցող անձանց շարունակական գրանցման հնարավորությունը։ Այս փոփոխությունների շնորհիվ կառավարությունը նախատեսում է խնայել մինչև $12 միլիարդ։ Թրամփը հայտարարել է, որ ֆերմերները կարող են շարունակել պահել անօրինական ներգաղթյալներին միայն այն դեպքում, եթե ստանձնեն ամբողջ պատասխանատվությունը։ Այս քայլը ներկայացվում է որպես փորձ մեղմելու ներգաղթային ճնշումը գյուղատնտեսության վրա, սակայն պարզ չէ, թե ինչպես այս համակարգը կգործի, եւ կառավարությունը դեռ չի ներկայացրել հստակ մեխանիզմներ։ Նախկինում Սպիտակ տունը զգուշացրել էր, որ նման աշխատողները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության։ Թրամփի հայտարարությունը արվում է ներգաղթի խստացման եւ աշխատուժի պակասի միջև աճող լարվածության ֆոնին։ Այն փորձ է հավասարակշռելու սահմանային քաղաքականությունը եւ ֆերմերների իրական պահանջները։ ԱՄՆ իշխանությունները նոր սահմանափակում են դրել պետական սննդային օգնություն ստացող ընտանիքների վրա։ Այլևս գազավորված ըմպելիք, հյութեր չեք կարող գնել SNAP քարտով։ Թրամփի վարչակազմը թույլ է տվել նահանգներին վերահսկել այս ծրագրերի ծախսերը, նպատակ ունենալով խնայել մինչև $300 միլիարդ։ Առողջապահության նախարարը հայտարարել է, որ հարկատուները չպետք է վճարեն այն ապրանքների համար, որոնք սննդային արժեք չունեն, բայց որոշ ծնողներ զգուշացնում են, որ այս փոփոխությունները միայն խորացնում են սոցիալական խտրականությունը։ Օրեգոնից մի մայր պատմում է, որ իր երեխան դպրոցում դուրս է մնացել սոցիալական շրջանից, երբ չեն կարողանում գնել այն, ինչ մյուսները։ Թեև որոշ նահանգներ դեռ չեն կիրառել սահմանափակումները, սպասվում է, որ մինչև տարեվերջ տասնյակ նահանգներ կընդունեն նոր կանոններ։ Սա վերածվել է լայն քննարկման պետական օգնության սահմանների, առողջ սննդակարգի եւ դպրոցներում սոցիալական անհավասարության շուրջ։
ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին բարդ է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Եկեք անցնենք աշխարհում տիրող իրավիճակին։ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները կոշտ են արձագանքել Թրամփի Իրանի միջուկային օբյեկտները խոցելու որոշմանը, ասելով, որ այն առաջին հերթին անկայուն է դարձնելու Մերձավոր Արևելքը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ նման քայլերը միայն ուժեղացնում են Թեհրանի ցանկությունը միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ։ Նրա խոսքով կան երկրներ, որոնք նույնիսկ պատրաստ են օգնել Իրանին այդ հարցում։ Մեդվեդևը նաև շեշտել է, որ Թրամփի կիրառած հզոր ռումբերը լուրջ վնաս չեն հասցրել ստորգետնյա հրստացման կետերին։ Իրանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա Պուտինի հետ քննարկելու հետագա քայլերը։ Ռուսաստանի ԱԳՆ հարվածը որակել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։ Չինաստանը եւս արձագանքել է մեղադրելով Վաշինգտոնին սադրիչ գործողությունների մեջ։ Պեկինի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ այս զարգացումները կարող են բերել շղթայական ռեակցիայի ամբողջ տարածաշրջանում եւ կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները խաղաղության հաստատման համար, համագործակցելով միջազգային հանրության հետ։ Թողարկման այս հատվածում եկեք տեսնենք, թե ինչպես է միջազգային մամուլը անդրադարձել օրվա գլխավոր թեմային։ Թրամփի հրամանով Իրանի միջուկային օբյեկտները խոցելուց հետո ամբողջ աշխարհը բաժանվել է երկու մասի։ Հարցականի տակ է դրված երկրի խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունը։ Financial Times-ը այս քայլը անվանել է քաղաքական արկածախնդրություն, նշելով, որ Թրամփը վտանգի տակ է դրել իր նախագահական հեռանկարը, մտնելով մի հակամարտություն, որի ավարտը կանխատեսելի չէ։ Reuters-ը հիշեցնում է, որ Թրամփը ժամանակին խոստացել էր չմիջամտել օտար հակամարտություններին, սակայն հիմա հարվածել է մի երկրին, որը կարող է պատասխանել փակելով Օրմուզի նեղուցը կամ թիրախավորելով ԱՄՆ ռազմաբազաները։ Այդ դեպքում, ըստ գործակալության, Մերձավոր Արևելքում կսկսվի երկարատև պատերազմ Իրաքի եւ Աֆղանստանի օրինակով։ New York Times-ը ընդգծում է, որ Թրամփը գնացել է այնպիսի ռազմական քայլի, որն իր նախորդ նախագահներից ոչ մեկը չհամարձակվեց անել՝ հարձակվել միջուկային ենթակառուցվածքներ ունեցող պետության վրա։ Թերթը նշում է, որ նույնիսկ հաջողության դեպքում Իրանը կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը ստորգետնյա եղանակով։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ ԱՄՆ-ում ստեղծել են նոր տեսակի ատամի իմպլանտ, որը ոչ միայն փոխարինում է կորսված ատամին, այլև կարող է աճել լնտերի մեջ, կապվել նյարդերի հետ եւ ուղեղին փոխանցել ազդանշաններ, ինչպես իրական ատամը։ Այն հաղորդում է ջերմության ու ճնշման զգացողություն, օգնում է խոսքին եւ ժամանակի ընթացքում մերվում է այնպես, որ մարդը գրեթե չի տարբերում այն բնական ատամից։ Սպիտակ տունը հրապարակել է բացառիկ լուսանկարներ այն պահից, երբ Թրամփը եւ իր թիմը հետևում էին Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացվող հարձակմանը։ Լուսանկարներում երևում է Թրամփը կենտրոնում կանգնած լուրջ հայացքով, իսկ շուրջը պաշտպանության եւ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր մեծ լարվածությամբ հետևում են գործողությանը։ Այս կադրերը ոչ միայն վկայում են ռազմական օպերացիայի ընթացքը, այլ նաեւ ներկայացնում են վարչակազմի վճռականությունը եւ վերահսկողությունը ճգնաժամային պահին։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ Ամերիկացի ավագ սերնդի ներկայացուցիչների 1/3-ը չի պատրաստվում վաճառել իր տունը եւ եւս 1/3-ը չի պատրաստվում դա անել առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում։ 1946-ից 64 թվականներին ծնվածները արդեն իսկ փակել են իրենց հիպոթեկը կամ էլ մնացել է շատ քիչ տոկոսադրույք ու չեն պատրաստվում փոխել իրենց հարմարավետությունը։
Բացի այդ, տների գները վերջին տարիներին աճել են 40%-ով, իսկ հիփոթեքի տոկոսադրույքները հասել են 7%-ի։ Շատերը նշում են, որ եթե այսօր փորձեին տուն գնել նույն թաղամասում, չէին կարողանա։ Սա հատկապես դժվար է դարձնում նոր տներ գնելը երիտասարդ ընտանիքների համար։ Քանի որ տների 88% առանձնատներ են, այս տիպի գույքը հազվադեպ է ազատվում եւ երիտասարդ գնորդները մնում են սահմանափակ ընտրության առջև, ճնշման տակ մտնելով շուկա, որն արդեն իսկ թանկ է ու քիչ հասանելի։ Վերաքննիչ դատարանը չեղարկել է Լուիզիանայի օրենքը, որը պարտադրում է դպրոցներին փակցնել 10 պատվիրանները։ Ըստ դատարանի, սա հակասում է սահմանադրությանը եւ աշխարհիկ պետություն ունենալու սկզբունքներին։ Գործը դատարանում էր ի պաշտպանություն դպրոցականների եւ նրանց ընտանիքների հավատքի ազատությունը։ Դատարանը իր որոշման մեջ հղում է արել նաեւ Կենտուկիի վերաբերյալ նախադեպին, որտեղ նման օրենք նույնպես մերժվել էր։ Տեղի իշխանությունները կարող են դիմել Գերագույն դատարան, սակայն այս վճիռը արդեն խոչընդոտ է հանրային դպրոցներում կրոնական խորհրդանիշներ տեղադրելու փորձերի համար։ Մեկնաբանություններում գրեք, ըստ ձեզ դպրոցում 10 պատվիրան փակցնելը խախտում է աշխարհիկ պետության սկզբունքը, թե պաշտպանում է ավանդական արժեքները։ ԱՄՆ-ի հարավում տարածվել է վտանգավոր մեղուների տեսակ, որոնք շատ են հատկապես Ֆլորիդայում ու Տեխասում։ Այս մեղուները հարձակվում են խմբերով։ Վերջին ամիսներին արդեն գրանցվել են մահվան դեպքեր։ Մասնագետները բացատրում են, որ այս մեղուների վտանգը թույնի մեջ չէ, այլ հարձակման ծավալի։ Այս տեսակները հարձակվում են հարյուրներով։ 68 կիլոգրամ քաշ ունեցող մարդու համար մոտ 1350 խայտ արդեն կարող է մահաբեր լինել։ Փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել այնպիսի հոտերից, ինչպիսիք են լիմոնը, բանանը կամ ցիտրուսային բույրերը, որոնք գրավում են մեղուներին։ Հարձակման դեպքում պետք է պաշտպանել դեմքը եւ փախչել հնարավորինս արագ, մտնելով մեքենա կամ փակ շինություն։ Այսօր խոսելու ենք Ամերիկայի բանտային համակարգի մասին, ներկայացնելու ենք, թե որքան արժե մեկ կալանավոր պահելը ու ինչով են տարբերվում Նյու Յորքն ու Կալիֆոռնիան բոլորից։ Նահանգային ու դաշնային բանտերում հաշվվել է 1.254.200 կալանավոր, ինչը մեկ տարում աճել է 2%-ով, առաջին անգամ 2013-ից ի վեր բանտարկյալների թիվը բարձրացել է, ոչ թե նվազել։ Ի դեպ, այս թվերը չեն ներառում ներգաղթային կալանավայրերում պահվող մարդկանց, այսինքն խոսքը բացառապես քրեական դատապարտվածների մասին է։ Նրանց պահելու համար նահանգները միասին ծախսել են $64 միլիարդ, բայց այս գումարը տարածվում է ծայրահեղ անհավասար։ Մեկ բանտարկյալը Արկանզասում արժե $20956, իսկ Մասաչուսեթսում $307,468։ Նահանգների կեսից ավելին տարեկան մեկ անձի վրա ծախսում է մոտ $65,000 կամ դրանից քիչ, բայց առողջապահական ու վերականգնողական ծառայությունների ծրագիր ունեցող Մասաչուսեթսը բոլոր նահանգներից ամենաշատ գումարն է ծախսում մեկ կալանավորի վրա։ Կալիֆոռնիայում 2024-25 թվականների բանտարկյալների համար հատկացվող բյուջեն հասնում է $133,000 մեկ անձի համար։ Նյու Յորքում ծախսը մոտենում է $140,000 սահմաններին։ Սրան հակառակ հարավային նահանգները շարունակում են առավել ցածր ծախսերով պահպանել ամենաբարձր բանտարկության մակարդակը։ Միսիսիպիում մեկ կալանավորի պահման ծախսը մոտ $20,000 է։ Բանտարկության մակարդակով առաջատար է Միսիսիպին 859 մարդ յուրաքանչյուր 100,000 բնակչից, իսկ Լուիզիանայում 775։ Այս նահանգներին հակադրվում են ամենաքիչ բանտարկյալ ունեցողները։ Մասաչուսեթսում այդ ցուցանիշը ընդամենը 116 է, Մեյնում 130, Ռոդ Այլենդում 152, Վերմոնտում 155, Կալիֆոռնիայում բանտարկության մակարդակը 319 է, Նյու Յորքում 199 եւ երկուսն էլ ազգային միջինից ցածր է։ Ծախսերի հսկայական մասն ուղղվում է աշխատուժի վճարմանը եւ այստեղ էլ նկատվում է նույն բևեռացումը։ Բանտապահի միջին տարեկան աշխատավարձը դարձել է $60,630, սակայն բարձր եկամուտ ունեցող նահանգներում, օրինակ Կալիֆոռնիայում, Նյու Ջերսիում եւ Մասաչուսեթսում այս թիվը կրկնակի բարձր է, մինչև Միսիսիպիում, Միչուրիում կամ Քենթուքիում այն կարող է իջնել $40,000-ից։ $64 միլիարդ արժողությամբ այս նահանգը շարունակում է մնալ ամերիկյան հարկատուների համար ամենաթանկ հասարակական ծախսերից մեկը։ Ամեն օր մոտ 1.25 միլիոն կալանավորին պահելը պետությանը արժենում է շուրջ $175 միլիոն, ինչը պարզ ցույց է տալիս, որքան դժվար է գտնել արդյունավետ հավասարակշռություն հանրային անվտանգության եւ վերականգնողական քաղաքականության միջև։
Ամերիկայում բանտային համակարգը բաժանված է երկու հիմնական մասերի։ Հարավային շրջանները, որտեղ բանտարկության թիվը շատ է, գումար քիչ են ծախսում, իսկ Կալիֆոռնիան, Նյու Յորքը եւ նմանատիպ այլ նահանգներ ավելի շատ գումար են ծախսում, բայց բանտարկության թվերն են քիչ, այստեղ կարևորում են վերականգնումը։ Հանրապետական սենատորը առաջարկել է կրճատել Medicaid-ի ֆինանսավորումը, ինչը լուրջ հարված է ցածր եկամուտ ունեցող անձանց առողջապահական համակարգից ու ապահովագրությունից օգտվելու համար։ Օրինագիծը հատկապես կազդի Նյու Յորքի, Վիրջինիայի և Արիզոնայի վրա։ Փոփոխությունները կարող են հանգեցնել հիվանդանոցների, մասնավորապես գյուղերի, բաժանմունքների և աշխատատեղերի կրճատմանը։ Չնայած որոշ սենատորների մտահոգություններին, հանրապետական մեծամասնությունը շարունակում է պնդել բյուջետային խստացման անհրաժեշտությունը։ Միչիգանի Քրոս Փոյնթ համայնքային եկեղեցում տեղի ունեցող կիրակնօրյա ժամերգությունը ընդհատվել է հրաձգությամբ։ 31-ամյա մի տղամարդ զինված եկել է եկեղեցու բակ ու անկանոն կրակահերթ արձակել։ Այդ ժամանակ ներսում գտնվել է 150 մարդ, այդ թվում երեխաներ։ Նույն պահին եկեղեցու համայնքի անդամները դիմել են գործողության։ Հավատացյալներից մեկը մեքենայով փորձել է խանգարել նրան, իսկ եկեղեցու անվտանգության աշխատակիցները կրակ են բացել հարձակվողի վրա։ Հանցագործին տեղում սպանել են։ Զինված անվտանգության աշխատակիցներից մեկը վնասվել է ոտքից եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն նրա վիճակը կայուն է։ Եկեղեցու տեսախցիկները արձանագրել են կրակոցների պահին սկսված խառնաշփոթը։ 10 տարվա փորձարկումից հետո Տեսլան Տեխասի Օսթին քաղաքում գործարկել է իր նոր ռոբոտաքսի ծառայությունը, որը հասանելի է որոշակի խմբերի համար։ Գործում է առավոտյան 6-ից մինչև երեկոյան 12-ը։ Մեքենայում վարորդ չկա, բայց առջևի նստատեղին նստած է Տեսլայի աշխատակիցը, ձեռքը պահած դռան կոճակի վրա, որպեսզի վտանգի դեպքում կարողանա արագ կանգնեցնել մեքենան։ Մեկ ուղևորության արժեքը ֆիքսված է $4.20, իսկ օգտվել այս պահին կարող են միայն ընտրյալները, բլոգերներ, ներդրողներ կամ Տեսլայի հետ համագործակցողները։ Թեև Մասկը վստահեցնում է, որ սա տարիների աշխատանքների արդյունք է, մրցակիցները վաղուց մի քայլ առաջ են։ Օրինակ, Google ընկերության Waymo-ն արդեն իրականացնում է շուրջ 250,000 ռոբոտաքսի ուղևորություն շաբաթական 1500 մեքենայով։ Տեսլան դեռ զգուշորեն է գնում առաջ, փորձելով առաջիկայում ընդլայնել ծառայությունը։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։